Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք սեպտեմբեր ամսվա կանխատեսումների մասին, որը սպասվում է մեր շատ սիրելի առյուծների համար։ Դե ինչ հերթը հասավ արդեն մեր, կարելի ասել, օգոստոսյան հերոսներին, սիրելի առյուծներ, հուսամ բարեհաջող կարողացել եք հաղթահարել խավարումների միջանցքը, եւ քանի որ ձեր առաջին ոլորտում օգոստոսին տեղի ունեցել խավարում, արևի ամբողջական խավարում, նշանակում է դուք արդեն որոշակի դժվարություններ հաղթահարել եք եւ ժամանակն է եկել հանգստանալու։ Այո, սիրելիներս, սեպտեմբեր ամիսը, ինչքան էլ որ աշխատանքային լինի, այն ավելի հանգիստ, դինամիկ ու հետաքրքիր է անցնելու, եթե համեմատենք օգոստոսյան խառնաշփոթ քաոսի հետ։ Սիրելի առյուծներ, ձեր գլխավոր մոլորակ արևը մինչև սեպտեմբերի 22-ը գտնվում է ձեր երկրորդ ոլորտում եւ նշանակում է մինչև այդ ժամանակահատվածը ձեր ուշադրությունը կենտրոնացած է լինելու ֆինանսական հնարավորությունների վրա, նոր եկամուտ ստեղծելու վրա, աշխատավարձի չափը փոփոխելու վրա, աշխատանք գտնելու վրա, այսինքն ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է ֆինանսների վրա։ Իսկ ամսի 23-ից, երբ արևը մուտք կգործի երրորդ ոլորտ, արդեն այդ ուշադրությունը աստիճանաբար կթուլանա եւ դուք կսկսեք ավելի շատ կենտրոնանալ փաստաթղթային հարցերի վրա, ավտոմեքենայի առք ու վաճառքի կամ վերանորոգման վրա, ինչու՞ չէ նաև կարող եք մտածել ինչ որ դասընթացների հաճախելու մասին, նաև շատ հնարավոր է, որ սեպտեմբերի 23-ից հետո ձեր քրոջ կամ եղբոր կյանքում ինչ որ կարևոր իրադարձություն տեղի ունենա։ Դե ինձ սիրելիներս, այսքանը ընդհանուր սեպտեմբերյան կանխատեսումների մասին, այժմ ամեն ինչ հերթականությամբ։ Դե ինձ սիրելի առյուծներ, սեպտեմբերի 10-ին միանգամից մի քանի ասպեկտացիաներ եւ տրանզիտներ ունենք երկնքում եւ նշանակում է սեպտեմբերի 10-ը լինելու է բավականին հետաքրքիր եւ դինամիկ օր եւ նաեւ տրամադրության փոփոխությունների օր։ Բացատրեմ թե ինչու։ Այս օրը միանգամից երկու անձնական մոլորակ Վեներան եւ Մերկուրին փոխում են իրենց նշանը։ Վեներան մուտք է գործում ձեր 4-րդ ոլորտ եւ ամբողջ ամիս լինելու է ձեր 4-րդ ոլորտում։ Ասեմ ավելին, հոկտեմբեր ամսին էլ է լինելու ձեր 4-րդ ոլորտում։ Սա բացատրվում է նրանով, որ արդեն հոկտեմբերին Վեներան ունենալու է հետընթաց եւ նշանակում է սիրելի առյուծներ, երբ Վեներան հետընթաց է, իսկ դա կլինի արդեն հոկտեմբեր ամսին, այստեղ մենք ոչ մի կարևոր, ուրեմն գեղեցկության հետ կապված հարցեր չենք լուծում, ուրեմն ես շատ լավ գիտեմ, որ առյուծները սիրում են զբաղվել իրենց գեղեցկությամբ, նրանք սիրում են գեղեցիկ հագնվել, հաճախել գեղեցկության սրահներ կամ ինչ որ գեղեցկության հետ կապված ուրեմն պրոցեդուրաներ անցկացնել, սակայն սիրելիներս այդ ամենը կատարեք սեպտեմբերին, մի թողեք հոկտեմբեր ամսին։ Նաև խորհուրդ կտամ ձեզ, որպեսզի հոկտեմբերի ուրեմն հոկտեմբերի 3-ից երբ Վեներան արդեն հետընթաց կլինի, մինչև նոյեմբերի 14-ը այդ մասին ունեմ առանձին հոլովակ սիրելիներս Վեներայի հետընթացի մասին, բայց նշեմ, որ այս ժամանակահատվածում նաև ամուսնանալ, ընտանիք կազմել չի կարելի, որովհետև երբ Վեներան հետընթաց է, մենք այնքան էլ լավ չենք նկատում կողքի մարդու թերությունները, մենք դրանք կարող ենք նույնիսկ առավելություն համարել, իսկ երբ Վեներան արդեն լինի առաջընթաց, մենք կունենանք մեր առաջին հիասթափությունը եւ նշանակում է թողեք այդ ժամանակահատվածը անցնի, հետո նոր կազմակերպեք այդ կարևոր իրադարձությունը։ Դե ինչ սեպտեմբեր ամիսը համենայն դեպս չունի հետընթաց մոլորակներ, նշանակում է սեպտեմբերին խանգարող ոչ մի հանգամանք չունենք, տեսեք սիրելիներս, անգամ մենք այս ամբողջ ամսվա ընթացքում մի նորմալ կարգին լարված ասպեկտացիա էլ չունենք մոլորակների միջև, նշանակում է ամբողջությամբ սեպտեմբերը միտված է աշխատանքային, դինամիկ, հետաքրքիր եւ շատ արդյունավետ գործունեության վրա։ Դե ինչ, Վեներան սեպտեմբերի 10-ին մուտք է գործում ձեր 4-րդ ոլորտ, նշանակում է դուք այստեղ տանը սկսում եք ինչ որ ասենք օրինակ տան վերանորոգում եք սկսում կամ ինչ որ կարևոր իրադարձություն է ձեր տանը կատարվում, հյուրեր պետք է ունենաք սեպտեմբերի 10-ից հետո կամ նաև ինչու՞ չէ այստեղ Վեներան 4-րդ ոլորտում է, նշանակում է տանը հաճելի մթնոլորտ է պարզապես։ Հենց նույն օրը սեպտեմբերի 10-ին նաև Մերկուրին է փոխում իր նշանը եւ տեղափոխվում է ձեր երրորդ ոլորտ։ Սիրելիներս, Մերկուրին հաղորդակցման, առևտրի, ուրեմն ինֆորմացիայի մոլորակն է եւ տեղափոխվում է հենց նույն այդ ոլորտ, նշանակում է ձեր կյանքում շփումները, առևտուրը, փաստաթղթային հարցերը, այդ ամենը շատ ակտիվ եւ շատ հաջող պետք է ստացվեն։
Մերկուրի մոլորակը նշեմ ամբողջ սեպտեմբեր ամսվա ընթացքում շատ արագաշարժ է սիրելիներս, այն հասցնում է նաև մուտք գործել ձեր 4-րդ ոլորտ եւ տեսեք հոկտեմբերին Մերկուրին նույնպես ունենալու է հետընթաց, նշանակում է այնինչ կապված է Մերկուրի մոլորակի գործառույթների հետ, այսինքն ուսումնական process-ներ, փաստաթղթային հարցեր, արք ու վաճառք, այդ ամենը նույնպես իրականացրեք սեպտեմբերին, որովհետև Վեներայի հետ զուգահեռ Մերկուրին նույնպես ունենալու է հետընթաց ընդհուպ մինչև նոյեմբերի 14-ը։ Հենց նույն օրը սեպտեմբերի 10-ին, տեսեք դեռ ես չեմ ավարտել սեպտեմբերի 10-ի կանխատեսումը, Ուրան մոլորակն է սկսում իր հետընթացը։ Սիրելի առույցներ, Ուրանը հետընթացից առաջ կանգ է առնում, սա կոչվում է մեծ մոլորակների ստացիոնար վիճակ, այսինքն երբ նրանք կանգ են առնում, որպեսզի սկսեն այլ ուղղությամբ շարժվել։ Եվ տեսեք Ուրան մոլորակը 11-րդ ոլորտում է, այն հետընթաց ունենալու է մինչև 2027 թվականի փետրվարի 8-ը, որից հետո նորից կսկսի առաջ շարժվել, սակայն սեպտեմբերի 10-ին եւ 11-ին կարող եք ունենալ անակնկալ ինչ-որ իրավիճակներ կապված ընկերական միջավայրի հետ, կապված մեծ կոլեկտիվում աշխատանքի հետ, կապված օնլայն հարթակի հետ, այսինքն այստեղ պետք է մի փոքր ուշադիր լինեք, որովհետեւ Ուրանը այստեղ անկանխատեսելի է, ինչպես դրական, այնպես էլ բացասական իրավիճակներ կարող է առաջացնել ընկերների կամ մեծ կոլեկտիվի միջև։ Ամսի 11-ին նորալուսին ունենք, որը տեղի է ունենում ձեր երկրորդ ֆինանսական դաշտում եւ քանի որ արևը նույնպես երկրորդ ոլորտում է, նշանակում է այստեղ արդեն նորություններ են սպասվում, միգուցե ձեզ աշխատանք առաջարկեն, միգուցե ձեր աշխատավարձի չափը կփոփոխվի, միգուցե վճարումներ կստանաք այն աշխատանքի համար, որը նախկինում եք կատարել, կամ միգուցե դուք ինքներդ կսկսեք զբաղվել լրացուցիչ եկամուտների ուրեմն հնարավորություններով։ Ամսի 12-ին ունենք շատ լավ ասպեկտացիա Մերկուրի մոլորակի կողմից, նշեմ Մերկուրին երրորդ ոլորտում է եւ արդեն այստեղից նա ամսի 12-ին Պլուտոնի հետ է կազմում շատ լավ տրին ասպեկտ, այնուհետեւ 14-ին Ուրանի հետ է կազմում, նշանակում է ուրեմն ամսվա կեսերին, սկսած ամսի 12-ից մինչև ամսի 14-ը, որովհետեւ շատ լավ ասպեկտացիաներ ունենք այս ժամանակահատվածում, բոլոր գործերը պետք է շատ հաջող ստացվեն։ Կլինեն դրանք ֆինանսական, կլինեն դրանք անձնական բնույթի, կլինեն դրանք արք ու վաճառքի հետ կապված, ուսումնական process-ների հետ կապված, այդ բոլոր գործերը շատ հաջող են ստացվելու, որովհետև ամսի 14-ին նաև ձեր գլխավոր մոլորակ արևն է Մարսի հետ սեքստիլ կազմում։ Եվ նշանակում է այստեղ այս ժամանակահատվածը պետք է առավելագույնս օգտագործել եւ ինչքան կարեւոր գործեր ունեք, գործարքներ ունեք կապված բանկերի հետ, կապված առողջական հարցերի հետ, կապված ինչ որ գործնական բնույթի հարցերի հետ, այդ ամենը կազմակերպեք այս օրերի ընթացքում։ Ամսի 14-ի երեկոյան Սև լուսինը Լիլիթը մուտք է գործում ձեր 6-րդ ոլորտ։ Սիրելիներս, Սև լուսնի մասին նույնպես ունեմ առանձին հոլովակ, այն կթողնեմ այս հոլովակ ներքևում նրա հղումը եւ եթե չեք դիտել, դիտեք, որպեսզի հասկանաք, թե Սև լուսինը մարդու կյանքում ինչ խնդիրներ կարող է առաջացնել եւ տեսեք սեպտեմբերի 14-ին Սև լուսինը մուտք է գործում ձեր 6-րդ ոլորտ, այստեղ լինելու է 9 ամիս մինչեւ հունիսի 11-ը 2027 թվականի եւ նշանակում է սիրելի առույցներ, այստեղ խնդիրներ կարող են առաջանալ աշխատավայրում, աշխատանքային պարտականությունների շուրջ, ձեր աշխատանքային գործընկերների, ձեր եւ ձեր գործընկերների միջև, այսինքն դուք պետք է բացառեք ցանկացած խնդիր, ցանկացած կոնֆլիկտ, ցանկացած բամբասանք, որը Սև լուսինը առաջացնելու, որպեսզի հետագայում խնդիրներ չունենաք աշխատավայրում։ Նաեւ սիրելիներս 6-րդ ոլորտը առողջության ոլորտն է, նշանակում է Սև լուսինը կարող է ձեզ վախեր, ուրեմն մտքեր հաղորդել, որ իբր թե ձեր առողջության հետ կապված ինչ-ինչ լուրջ հարցեր ունեք, այսինքն Սև լուսինը մեզ միշտ գցում է թյուրիմացությունների մեջ եւ այն օրերին, երբ Սև լուսինը ունենում է բացասական կամ դրական անգամ ասպեկտացիա, մենք այդ օրերին միշտ ունենում ենք խնդիրներ այնտեղ, որտեղ գտնվում է Սև լուսինը։ Ուստի սիրելիներս ուշադիր եղեք, Սև լուսինը մուտք է գործում ձեր 6-րդ ոլորտ եւ արդեն ուշադիր եղեք եւ ձեր առողջության նկատմամբ եւ նաեւ աշխատանքի աշխատակիցների հանդեպ։
Ամսի 15-ին ունենք մի փոքր լարված ասպեկտացիա Վեներան 4-րդ ոլորտից Պլուտոնի հետ, այստեղ ուրեմն քառանկյուն է կազմում։ Սիրելիներս, Պլուտոնը ձեր 7-րդ ոլորտում է եւ նշանակում է ամսի 15-ը կարող է լինել վիճաբանությունների օր, որը կարող է եւ ձեր տան մեջ լինել այդ վիճաբանությունը եւ կարող է աշխատավայրում լինել եւ ձեր սիրածայակի հետ լինել, այնպես որ այս օրը նկատի ունեցեք, որպեսզի դուք ինքներդ ձեր ձայնը չբարձրացնեք եւ ուրեմն կարողանաք կոնֆլիկտից խուսափել։ Ամսի 26-ին ունենք լիալուսին, այս լիալուսինը տեղի է ունենում ձեր 9-րդ ոլորտում։ Սիրելի առույցներ, երբ լիալուսինը տեղի ունենում, ինչ որ մի բան ավարտվում է, այսինքն վերջակետին է հասնում այն խնդիրը, որը սկսվել էր ենթադրենք 6 ամիս առաջ, որովհետև 9-րդ ոլորտում ուրեմն նորալուսին էր եղել 6 ամիս առաջ եւ նշանակում է այստեղ այդ թեման փակվելու է։ Տեսեք, 9-րդ ոլորտը դատական ինչ որ հարցերն են, հնարավոր է ամիսներ առաջ դուք ունեցել եք այդպիսի խնդիր եւ այժմ սեպտեմբերի 26-ի լիալուսնով, իսկ լիալուսինը 1 օրվա ազդեցություն չունի, այն շուրջ 2 շաբաթ է ազդում, այս հարցը փակվում է։ Կամ օրինակ օտար երկրում ապրելու այստեղ հարց կար եւ դուք տարակուսանքի մեջ եք, չգիտեք ինչպես շարունակել, ինչպես օրինակ ստանալ ապրելու կամ աշխատելու իրավունք այդ օտար երկրում, այստեղ այդ թեման փակվում է, կամ դուք որոշում եք վերադառնալ, կամ դուք տարբերակ եք գտնում օտար երկրում հիմնական հաստատվելու։ 9-րդ ոլորտը նաև քննություններն են, հնարավոր է սեպտեմբերի 26-ի լիալուսնով ավարտվում են ձեր քննությունները կամ ուսումնական ինչ-որ գործընթաց։ Նաև 9-րդ ոլորտը ուսումնական հաստատություններն են, հնարավոր է ամսի 26-ին կամ նրա մոտակա օրերին, օրինակ ձեզ աշխատանք առաջարկեն աշխատել ինչ-որ ուսումնական հաստատությունում։ Սակայն ամսի 26-ին նաև եւս մեկ այլ շատ լավ ասպեկտացիա ունենք Արև Պլուտոնի միջև, սիրելիներս, ձեր գլխավոր մոլորակը Պլուտոնի հետ շատ լավ տրին ասպեկտի մեջ է, նշանակում է ամսի 26-ը նաև շատ հաջող օր է արք ու վաճառքի համար, փաստաթղթային հարցերի համար, ուսումնական ծրագրերի համար եւ նաև այս օրը կարող է լինել շատ լավ հանդիպում, օրինակ ինչ որ հեռանկարային մարդու հետ, որը ձեզ լավ աշխատանք կարող է առաջարկել, կամ ինչու՞ չէ նաև անձնական հարթակի համար։ Ամսի 28-ին սիրելիներս Մարս մոլորակը, որը գրեթե ամբողջ ամիս ձեր 12-րդ ոլորտում է, մուտք է գործում ձեր առաջին ոլորտ։ Երբ Մարսը առաջին ոլորտում է, մենք էներգիայի պակաս չունենք։ Սիրելի առույցներ, ես հասկանում եմ, օգոստոսի խավարումներից հետո կարծես թե դուք ուրեմն ուժ չունեք առաջ շարժվելու, սակայն Մարսը սեպտեմբերի 28-ին արդեն մուտք է գործում ձեր առաջին ոլորտ եւ այստեղ ձեզ տալու է այն ամբողջ էներգիան, որը ձեզ պետք է ձեր աշխատանքային գործունեությունը ծավալելու համար։ Սակայն Մարսը առաջին ոլորտում կարող է առաջացնել նաեւ կոնֆլիկտներ եւ այդ կոնֆլիկտը դուք ինքներդ եք հրահրելու, այնպես որ ամբողջ հոկտեմբեր ամսին Մարսը լինելու է ձեր առաջին ոլորտում, ուշադիր եղեք, որպեսզի խնդիրների մեջ չընկնեք ձեր լեզվի պատճառով։ Հենց ամսի 28-ին Արևի եւ Ուրանի միջև նույնպես ունենք շատ հոյակապ ասպեկտ, ամսի 28-ը շատ հաջող օր է, ուրեմն առողջության հետ կապված հարցերը լուծելու համար, օնլայն հարթակում բիզնեսի հետ կապված, կամ ասենք, տեսեք, Ուրանը 11-րդ ոլորտում է եւ նշանակում է այստեղ հնարավոր է ձեզ անուն, հեղինակություն բերի, օրինակ ինչ որ էջեր եք վարում եւ դուք շատ հայտնի դառնաք որոշակի մարդկանց շրջանում։ Եվ ամսվա վերջին օրը, ամսի 30-ին Մերկուրի մոլորակը արդեն մուտք է գործում ձեր 4-րդ ոլորտ, լքում է ձեր 3-րդ ոլորտը, մուտք է գործում ձեր 4-րդ ոլորտ, սիրելիներս, իհարկե արդեն Մերկուրին 4-րդ ոլորտում կլինի հոկտեմբեր ամսին, որտեղից էլ պատրաստվում է ունենալ իր հետընթացը եւ նշանակում է, երբ Մերկուրին 4-րդ ոլորտում է, այստեղ մի փոքր ուրեմն ակտիվություն կա, շատ շփումներ կան, տան ներսում միգուցե շատ մարդիկ են ուրեմն գնում գալիս ձեր տուն, կամ ինչ որ թեմաներ կան ձեր տանը, կոնֆլիկտային իրավիճակներ կան, որոնք դուք պետք է հարթեք, սակայն երբ Մերկուրին արդեն հոկտեմբերին կլինի հետընթաց, հենց նույն այս 4-րդ ոլորտում, սա նշանակում է, որ սրանք անցյալի թեմաներ են, այսինքն թեմաներ են, որոնք դուք անցյալում չեք փակել, վերջակետ չեք դրել եւ այդ թեմաները նորից գլուխ են բարձրացնում։ Դե այն սիրելիներս, այսքանը մեր շատ սիրելի առույցների սեպտեմբեր ամսվա կանխատեսումների մասին, ես մաղթում եմ ձեզ հիանալի ամիս, կհանդիպենք հաջորդ հոլովակում, առայժմ